Գնում ես։ Հա, գործեր առաջացան։ Բա չէիր բարձրանում մամայիդ մոտ։ Ուզում էի, բայց սենց ստացվեց։ Ոչինչ, դու բարձրացի վերև, ես հետո կգամ։ Շատ տարօրինակ ես քեզ պահում։ Մեր պատկերացնում եմ հիմա ինչ վիճակում ես։ Չնայած ես էլ մի նորմալ վիճակում չեմ։ Ախր ամեն ինչ այնքան անիմաստ եղավ։ Այդքան ասում էի վրեժը լավ տեղ չի տանելու, չլսեց։ Բացի այդ Սեմը վերջին շրջանում շատ էր փոխվել։ Ահավոր ագրեսիվ էր դարձել։ Դե։ Աշխատանքը կորցնելուց հետո ինքն իրեն կորցրեց։ Բայց գիտես, Արամը խոստացել է, որ ամեն ինչ կանի Սեմին օգնելու համար։ Մեր ես անպայման իմ հերթին կխոսեմ պապիկիս հետ։ Հետո հիմա իրա ցուցմունքից շատ բան է կախված։ Այլի շատ եմ խնդրում։ Ես բացի Սեմից ոչ ոքի չունեմ։ Ինչքան հույս ունեի, որ ԴՆԹ-ի պատասխանները դրական չեն լինի։ Ինչքան աղոթեցի, որ ես քո հերթական սուտը լինի, պապ։ Բայց ափսոս տենց չեղավ։ Ես իմ ու քո դատավճիռն ա անգել։ Մեր տղա ջան, հարցը լուծված է։ Մի քիչ հետո նոր նամակը կստանա։ Լուծեցի հարցը։ Всё, վերջացավ։ Ասում եմ, չէ, ասնած միշտ մեր կողմն է։ Իսկ կարող է ճիշտ է դեր, պապ։ Ես ուղղակի այդքան դուխ չունեցա, որ ոնց կա տենց պատմեմ։ Կարող է ոնց կա պիտի տենց թողնեինք։ Ամեն ինչ թող ինքը իրան բացահայտվեր։ Վերջացրել աղբորպես, Միքայել։ Այ ես հասկանում եմ, որ դու ուժ չունես, կոտրվել ես։ Բայց պետք է դու քեզ հավաքես, չէ՞։ Այն սոսը հենց այն չի է, գերեզմանից հել է եկե։ Այն հել է եկել, ուրեմն մի բան կա, չէ՞։ Մի բան անելու է, հանգիստ չի նստելու տեղը։ Ես առաջարկում եմ դու իրանից առաջ ընկնես։ Դու կխոդարա վերջացրա։ Չէ, մենակ ոչ այդ պապ։ Տղա ջան, բա ինչ անենք, է։ Վաճառքը քչացել է։ Ապրանք չի վաճառվում։ Գործընկերները պայմանագիրը խզել են։ Պետք է լոբինգով զբաղվել, չէ՞։ Դե չի sense պարապտեսը բանդուց չի գա։ Գոնե պետք է դուք արտերկիր հետ կապ հաստատենք։ Մի բան պետք է անել, Միքայել ջան։ Այն պրեզենտացիան էլ ընդեղ մնաց, տղա ջան։ Հետո բա ինչ ենք անելու։ Բարև ձեզ, ինչով կարող եմ ձեզ օգնել։ Բարև ձեզ, ինձ նենց ականջակալ տվեք, որ կողքս ցունամի է լինի, ոչ մի բան չլսեմ։ Իմ համար հանգիստ երաժշտություն վայելեմ։ Շատ բարի։ Ունենք 3 տարբերակ, բաց 3 Pro, բաց 3 և բաց FE, որը կցանկանաք։ Երեքն էլ լավն է, չգիտեմ որ ընտրեմ, լավ եկեք էսպես անենք։ Հենց այս մեկն էլ վերցնում եմ։ Շատ բարի, հետևեք ինձ։ Արա դե լավ էր էլի այն ժամանակ։ Ինչ ուզում էի Հենրի աղբերս իմ համար գնում էր։ Սենց ոնց որ ձեռս չգնա անձնական փողս ծախսեմ։
Յա, լավ է հիշեցիր, որ հալալ ընկերուն ես։ Կարո լավ չեմ, ասի։ Բայց վատ է էլի, որ տենց նեղ պայերիտ ես ինձ հիշում։ Չնայած ես տես տղա չեմ, տենց տից բաներից չեմ նեղվում, ամենայն դեպս։ Հենց այդ այն ժամանակ պիտի հիշես, որ երևա, որ ես քո հալալ ընկերն եմ, կարաս ես ցանկացած հարցով վստահես։ Ապեր այդ փիլիսոփայությունները թարգի ու շուտ արի, ասում եմ լավ չեմ։ Լավ, հասկացանք, աղբեր ես, կռիվ մի արա։ Մտեք։ Բարև ձեզ։ Կարելի է։ Այ որ սկսել է ժպտալ, ուրեմն քեզ ամեն ինչ կարելի է։ Ինչ սիրունա։ Ինքան լավնա չեմ էլ կարողանում ասել ինչի ես բերել։ Սրտանց եմ բերել ու շատ համով այ դեպ։ Չեմ կասկածում, նստի։ Աննա Բագրատովնա, ուզում եմ իմ վերապատրաստումները վերականգնեմ։ Ապրես, շատ ճիշտ ես անում։ Արդեն իմ ու հայրի մոտ ոնց որ ամեն ինչ կարգին է։ Ֆայնանել եկավ մեր տուն, խոսեցինք, ու ոնց որ դեպի լավն է գնում ամեն ինչ։ Ես կսպասեմ, թող հայրին կարգավորի իր հարցերը այդ աղջկա հետ ու հետո նոր կանցնենք մեր հարաբերություններին։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրս ներվելու ու ներելու հնարավորություն գոնե մի անգամ պիտի ունենանք։ Մեկը շատ, մյուսս ավելի քիչ։ Հա, բալես, իհարկե։ Ինչ-որ բան եղավ։ Իդեպ էստեղ գալուց հայրին տեսա, ոնց որ ձեր մոտ էր գալիս։ Ստեղ էր գալիս։ Հա, ուղղակի ինչ-որ նամակ ստացավ, թե ինչ չհասկացա ու շատ շտապ գնաց, ավելի ճիշտ փախավ։ Դե հա, երևի գործեր ա ունեցել։ Երևի։ Ինձ թվում է, թե ամեն ինչ կարգավորվում է դեպի լավն ա գնում, բայց մեկ-մեկ էլ թվում է, թե ես ինձ հույս եմ տալիս, որովհետև ոչ մի դրական տեղաշարժ չկա, ու այդ ինձնից չի, Հենրիից է, ինքն է ինչ-որ պատեր շարել մեր միջև։ Չգիտեմ ոնց կլինի ամեն ինչ։ Այ ախպեր, քեզ էստեղ էր մենակ թողելը վտանգավոր է։ Բարո Սուսման, ասում եմ լավ չեմ։ Տեսնում եմ, որ լավ չես, դրա համար էլ ասում եմ։ Մենակ հանկարծ չգաս մի փորձանք բերես գլխիդ։ Հեսա փորձանքի մեջ դու կընկնես, որ գցեմ ջուրը քեզ։ Այ ախպեր, ուր ուզում ես քիչ։ Ես իմ կյանքի գնով պատրաստ եմ քո կյանքը փրկելու։ Լավ չեմ կարող։ Վերջին հույսս էլ մեռավ։ Այ որ ինքնագլուխ չգործեիր, ինձ հարցներ, ես քեզ կասեի, որ ԴՆԹ-ի իմաստ չկա։ Չգիտեմ։ Ուզեցա բոլորից գաղտնի անեմ այդ թեստը, որովհետև ոչ մեկի էլ չեմ վստահում։ Որ չես ասում, ոչ մեկի չեմ վստահում, ոնց որ դանակը մտցնեն սիրտս։ ԴՆԹ-ի անալիզը կազմակերպեցի, այն էլ ինչ։ Պարզվեց, որ հերս ինձ չի խաբել։
Անգելինան իրոք իր աղջիկն է, քուրս է Կարո։ Աղբերս դրամաբանական չի։ Պապատ քեզ ինչի պիտի խափի ասի, որ Անգելինան քո քույրն է։ Իմաստը ո՞րն է։ Իմաստը այն էր այդ դունդուկ, որ Անգելինային ինձնից բաժաներ։ Բայց առանց պատճառի պապատ ինչի պիտի ուզենա քեզ ու Անգելին բաժանի ու քեզ դժբախտացնի։ Չգիտեմ, Կարո։ Չգիտեմ։ Ուզում էի իրականությանը դեմ գնայի։ Ոչ մի ձև չէի ուզում հավատայի։ Աղբերս ճիշտ կանեիր միամտվեիր, որ հիմա սենց հուսախապ չլինեիր։ Ասածդ ո՞րն է, որ ինձ տեսար վատացար։ 2 վայրկյան չկա, որ եկել ես ու արդեն լարվածություն ես մտցնում, մամ ջան։ Լավ ես, Ռիտա ջան։ Հա, շատ լավ եմ։ Ես իմ երկրում միշտ ինձ լավ եմ զգում։ Բայց ոնց տեսնում եմ, դուք շատ ավելի լավ եք։ Շատ հարմար տեղավորվել եք։ Դու էլ տեղավորվիր, զգա քեզ ինչպես քո տանը։ Ճանապարհից ես եկել, ինչ-որ բան կուզես։ Իմանայի, որ սենց շատանալու ենք, ավելի մեծ տուն կվերցնեի։ Ուրիշների գումարը ծախսելը շատ ավելի սիրով ես անում։ Կարամ իմանամ ինչի ես եկել, մամ ջան։ Մենք շուտով վերադառնալու էինք։ Միտումնավոր եկել ես, որ երկարի մեր ստեղ մնալը։ Իսկ ինչից ես այդքան լարվում։ Խուսափում ես Սոսի ու Աննայի հանդիպումից։ Չեմ ուզում լսել քեզ։ Իմ տան մեջ Աննա անունը չեմ ուզում լսել, պարզ է։ Ինչից ես այդքան վախենում։ Նրանց հանդիպումից, թե ճշմարտության բացահայտումից։ Ինչ ճշմարտություն։ Որ այն ժամանակ Անան հաղի է եղել։ Չկրկնես։ Հաճույք ես ստանում ինձ ցավ պատճառելուց։ Դու միշտ Աննայի պաշտպանն ես եղել, չէ՞։ Լավ, մի վախեցիր։ Ես ոչինչ չեմ ասի։ Եթե ուզենայի ասել, այն ժամանակ ասել, երբ Հայաստանից վերադարձա։ Բայց ես կրկին լռեցի։ Ու գիտես ինչու։ Որովհետև մտածում եմ ձեր ընտանիքի մասին։ Ոչ քանդվի։ Կարող էր մի փոքր գոնե շնորհակալ գտնվել։ Շատ ճիշտ ուղղոր ես։ Լիլիթը իմ կինն է։ Աննա Բագրատովնա, նստեք։ Թող նստի, բայց միևնույն է ոչինչ չի փոխվի։ Աննա Բագրատովնա, ձեզ այս կարգավիճակում հուզվել չի կարելի, նստեք, հա։ Եթե երեխային կորցնես, մենք Միքայելի ձեռքից չենք պրծնի։
Հատկապես, որ ես արդեն գիտեմ երեխա կորցնելու կինը։ Մի փոքր քեզ զուսպայի։ Ինչի ինձնից զուսպ մարդ կա։ Ռիտային բացահայտույց տվեցիր, որ իր գալը սրտովդ չի։ Սխալ եմ արել։ Մենք մեզ համար սիրում ապրում էինք։ Մեկ էլ տեսար հոպ եկավ, պարախոդով։ Լռի։ Ինչի պիտի ես իմ տան մեջ լռեմ, չեմ հասկանում։ Ոնց որ մոռանում ես, որ այս կնոջ տղայի փողերով ես այս տունն առել ու նստել մեջը։ Ես նրանց նենց աղջիկ եմ տվել, որ 30-40 տուն էլ տան տակից դուրս չեն գա։ Ինչ ես անում։ Այս ինչ եմ անում, գնամ մաքուր ու չնչեմ, թե արդեն 4 պատը ճաշում է։ Սպասի օգնեմ։ Սպասի։ Վեր կաց։ Կամաց։ Նալը մետ գնանք։ Տարի անցել։ Ես դու չես։ Ես եմ։ Այն աշխարհից վերադարձած։ Ես իմ սոսի աչքերը չեն։ Իմ սոսի աչքերը այնքան մաքուր էին, այնքան բարի։ Աչքերի մեջ ես չարություն եմ տեսնում։ Որովհետև սատանայի այդ գործարքի մեջ եմ մտել, որպեսզի կարողանամ հետ վերադառնալ։ Դու էլ ես սատանայի այդ գործարքի մեջ մտել 25 տարի առաջ։ Խոսիր որդուդ հետ, ասա թող Աննայի հետ հանդիպում չփնտրի, ինքը քեզ լսում է, ասա թող վերադառնա Մոսկվա։ Ես չեմ խառնվի որդուս գործերին։ Ուրեմն այս անգամ որդուդ իսկապես կկործնես, որովհետև այս անգամ շախունցներ իրեն դաժան ձևով կպատժեն։ Այս անգամ դու որդուդ կկործնես։ Չէ, ես չեմ կարող քո հետ մի հարկի տակ ապրել։ Բայց ինչի մենակ քո անտանելի հորը ես չեմ կարող էլ հանդուրժել։ Ես կգնամ այստեղից։ Քո իրավունքն է, կարող ես գնալ։ Ուր են գնում։ Ես էլ չգիտեմ։ Իսկ կլինի ասես ինչ է եղել։ Ինչ պիտի լինի։ Հիմարի կարգավիճակում եմ հայտնվել։ Ինչի ես տենց ասում։ Լավ, եթե չես ուզում, կարող ես չխոսել։ Եթե լռությունը քեզ օգնի, կարող ենք լռել։ Բայց ինձ թվում է, որ դու այն վիճակում ես հիմա, որ անգամ իմ ներկայությունն է քեզ խանգարում։ Ես շատ վատ եմ ների։ Բայց հիմա ինձ քո օգնությունը ամենաշատն է պետք։ Թեկուզ լուր ներկայություն։
Որ շատ վատ ես, այդ տեսնում եմ։ Բայց ասա հասկանամ ինչ ա եղել։ Արամ վստահի ինձ։ Սարսափելի է գիտակցել, երբ մի անգամ այն ուրիշ ընտանիքում ես մեծացել, բայց պատկերացումները լրիվ ուրիշ են եղել։ Քեզ չեմ հասկանում, շատ խառն ես խոսում։ Մերի, ես ուղղակի պատրաստ չեմ ընդունել այն ինֆորմացիան, որը ինձ անսպասելի մատուցվեց։ Երբ ինքս մարսեմ այդ ինֆորմացիան, քեզ էլ կասեմ։ Ուղղակի չեմ ուզում, որ կարծիք փոխես իմ մասին։ Դեպի վատը։ Արամ։ Բայց կապ չունի, որ ես հիմա ընտանեկան խնդիրների մեջ եմ։ Ես իմ խոստման մասին չեմ մոռացել։ Սեմը ազատության մեջ կլինի։ Արամ, առաջին հերթին դու քեզ օգնի, որովհետև իմ համար ցավոտոք ես ապրումները տեսնել եմ։ Հաճելի է, որ կա մեկը, ում համար դու թանկ ես։ Դեպ Ֆայնան խոստացել է խոսել պապիկի հետ։ Իմ պապիկի, թե իրա պապիկի։ Ուղղակի մեր մոտ պապիկները ընդհանուր են։ Այսինքն։ Բանի տեղ մի դիր։ Գնանք քայլենք։ Միքայելը քո հետ համեմատ սուրբ է։ Ես չեմ հասկացել այսքան տարի ում եմ սրբացրել, իսկ ում անվերջ մեղադրել։ Սրբի դիմականի ու միշտապի բարձրագոչ հայտարարություններ անել։ Դուք շատ վատ մարդ եք երևում։ Լավ կլինի դուրս գաք սենյակից ու Աննա Բագրատովնային հունից չհանեք։ Ալես, ես քեզ խնդրում եմ, դու դուրս արի։ Ես ձեզ չեմ կարող այս վիճակում մենակ թողնեմ Աննա Բագրատովնա։ Անգելինա, դուրս արի։ Ոնց ձեզ մենակ թողնեմ ես մարդու հետ։ Համարձակ ես դարձել։ Կամ էլ միշտ այդպիսին ես եղել, ես չեմ հասցրել քեզ ճանաչել։ Ով է ճանաչելուց խոսում։ Դիմացս նստած ես ու ես մինչև հիմա չեմ հավատում, որ դու այն մարդն ես հանունում, ես պատրաստ եմ իմ կյանքը զոհել։ Դու երբեք հանուն ինձ զոհողության պատրաստ չես եղել։ Միշտ հավաստիացրել ես, որ պատրաստ ես հանուն մեր սիրո աշխարհին դեմ գնալ։ Դու ինձ խաբել ես։ Իսկ դու իմ կյանքն ես գողացել։ Իմ ազատությունը, իմ երջանկությունը, ես 25 տարի չեմ ապրել։ Ես 25 տարի քեզ եմ սքացել ու պարզվում է այդ ամբողջ ընթացքում դու ողջ ես եղել, ամուսնացել ես քրոջս հետ, հիմա էլ եկել նստել ես ինձ ես մեղադրում։ Ելում մեղադրեմ։ Եթե դժբախտություններիս ամենամեծ մեղավորը դու ես։ Ինչով եմ մեղավոր, որ ամբողջ կյանքում մենակ քեզ եմ սիրել։ Շատ ուժեղ ես սիրել։ Դրա համար էլ չես հասցրել ինձ սքալ ամուսնացել ես Միքայել Շախունցի հետ։ Իսկ ես մինչև այսօր եմ սգում։ Ոնց։ Միքայել Շախունցին երրորդ երեխան պարգևելով։ Ինչ խաղ եք խաղացել իմ հետ։ Ինչի համար։ Ովքեր են քո հետ ես խաղի մեջ եղել։ Պապաս, Անետը, Լիլիթը, մամատ, Էլով։
ինձ չի կարող իրականություն լինել։ Ասա որ դու սոսը չես։ Պատասխանում ես տղան։ Չանեմ ես հիմա։ Ապե, հրեշտակը տա զանգում։ Հա ինչ ես տես թարցնայում, տենց է գրած։ Չի զանգում, ինչ ա ուզում։ Որ պատասխանես կիմանաս։ Չեմ ուզում, Կարո, չեմ ուզում։ Չեմ ուզում շփվեմ հետը։ Դու տենայր ոնց թռա մոտից, երևի չհասկացավ ինչա կատարվում։ Ախպեր, ավելի լավ այդ աղջկան ողջ ճշմարտությունը պատմես։ Չի կարա տենց բան լինի։ Լավ, չխփես, դու ասեցիր ես հասկացա։ Բայց որ այսքան երկար զանգումա կարող է մի բան եղել է, լավ կլինի պատասխանես։ Չեմ ուզում մի վարկյան անգամ հետը շփվեմ։ Ինքը իմ քուրն է կարող հասկանում ես։ Այդ միտքը պետքա դաջեմ գլխումս ու մոռանամ իրա մասին ու հեռու մնամ իրանից։ Ինչի չի պատասխանում ես տղան, իրան թվում է զանգում եմ Սեր Խոստովանեմ։ Զանգում եմ չես պատասխանում։ Աննա Բագրատովնան լավ չի, ինչ-որ մեկն եկել է ու իրան հունից հանում է։ Խնդրում եմ հասի, որովհետև մամատ ինձ դուրս հանեց աշխատասենյակից։ Չեմ կարող ինքս օգնել, բայց շատ անհանգիստ եմ իր համար։ Սենց ներվային վիճակում պիտի լինեմ։ Մի հարց։ Ես քեզ ընդամենը մի հարց ունեմ։ Ինչի ես ինձ խաբել։ Ինչի ես այսքան տարի մեռած ձևացել։ Որ հեռվից հետևեի քեզ, տեսնեի, թե ինչքան շատ ես ինձ սիրում, որ դեռ հողը չդրած ամուսնանում ես։ Քեզնից հետո իմ կյանքը էլի մաս չուներ։ Ես չի ուզում ապրել։ Ու եթե երեխան չլիներ, ես իմ կյանքին վերջ կտայի, ես ուզում էի իմ կյանքին վերջ տայի։ Ինչ երեխա։ Դու ամուսնանալուց հետո շատ արագ հղիացել ես շախունցից։ Ես քեզնից էի հղի։ Ես ամուսնացել եմ Միքայելի հետ քո երեխային սպասելով։ Ինքը իմ հղիության մասին մենակ մեր առաջին գիշերն է իմացել։ Սուտ է։
ինչքան կարաս իջնես, որ պահես քո սրբի դիմակը։ Ես որ ամուսնանում էիր քրոջս հետ։ Քեզ չասեց, որ ես հղի եմ, որ պապան ինձ ստիպելով ամուսնացնում Միքայելի հետ առանց իմ կամքը հարցնելու։ Եթե ինձնից հղի էր, ինչի այդ մասին ես չգիտեի։ Որովհետև չեկար, չհասցրիր գալ։ Ես զանգեցի քեզ ու ասեցի, որ կարևոր բան ունեմ հետդ խոսելու, հենց երեխու մասին էլ ուզում էի ասեի։ Բայց այդ դժբախտ պատահարը Ոչ մի դժբախտ պատահարել չի եղել։ Քո սիրելի Միքայելը սպանելու փորձ է արել։ Ինքն է գիշեր իմ ճանապարհը կտրել։ Պահանջում էր, որ քեզնից հեռու մնամ։ Թե ոնց էր իմացել, որ գալիս եմ քեզ մոտ, այդպես էլ չհասկացա։ Բայց մի վարկած կա, որ դու կարայիր իրան ասած լինեիր, որ սա քո սարքած ծուղակն է եղել։ Իսկ ինչի ես պետք է Միքայելին ասեի, որ հանդիպելու եմ քո հետ։ Ծեծկրտուքից հետո ինձ մեքենայով ձորն ա գցել։ Վախ արա։ Հե, այսօր այ ախպեր։ Այ ախպեր, ուր ես եթում։ Մերս լավ չի, իմ կարիքն ունի, անգելինան դրա համար էր զանգում։ Բա որ ասում էի վերցրու, հիմա ուր ես գնում։ Գնում եմ մամա հենց գործի տեղ տարով։ Այ ախպեր, կայնի իշ ճամփին միտեղ իչս նեցրելի։ Ռիտա ջան, քեզ համար սենյակ եմ պատրաստել։ Ինձ որ մի անհանգստացի, ես չեմ պատրաստում այստեղ մնալ։ Չհասկացա, բայց սա քո տղայի տունն է։ Միտումնավոր է գնում, որ ինձ ու Սոսին լարված հարաբերությունների մեջ թողի։ Չեմ էր պատրաստում քեզ պատասխանել, հոգնել եմ քո այս ճղճին պահվածքից։ Բայ։ Ռիտա։ Ռիտա ջան, թող։ Խնամի ջան, կարող է դու էլ արևայրուք ուզես։ Պակրատ։ Բայց այսօր գնաց։ Շատ անշնորհքին դուրս եկավ։ Ոչ գալուց բարև ասեց, ոչ գնալուց հաջող։ Աշնորհք։ Ռիտա։ Չեմ հավատում։ Ինչի։ Սուրբ ակո Միքայելը։ Այդ ինքն է ինձ քո ճանապարհից հեռացրել։ Ես մահացած ձևացա, որովհետև չուզեցի մորս հակառակ գնալ։ Մայրս հավատում էր, որ շախունցները ինձ կսպանեն, եթե իմանան, որ ես նորից հայտնվել եմ քո կյանքում։ Ես մորսը չէի լսի ու մեռած չէի ձևանայի, եթե չլիներ քո ամուսնության ու հղիության լուրը։ Ստացիմ ես կույր եմ եղել։ Ես ինչ է կատարվել իմ շուրջ։ Շատ արագ ամուսնացար ու հղիացար։ Նույնի ժամանակ չունեցար ինձ սգալու համար։ Ես քեզնից էի երեխա սպասում։ Իսկ ես քեզ պետք է հավատամ։ Ինձ չէ։ Դիլիթը, հայրս, Անետը, նույնիսկ մամատա վերջերս իմացել, որ ես քեզնից հղի եմ եղել։ Ուր է այդ երեխան։ Մահացել է։ Միքայելը ընդունել էր քո երեխային։ Բայց ծննդաբերության ժամանակ երեխես մահացավ։ Ես քեզ չեմ հավատում։
Հրավիրեինք, թող ինքն էլ գար։ Թափանցիկ կլիներ մեր քննարկումը։ Գնամ։ Ուր գնամ։ Ես շատ ասելիք ունեմ։ Մենակ ինչ։ Ոնց քրոջս հետ ամուսնացար։ Թե ոնց դարար հորս սիրելի պես անեն հորս, որ ամբողջ կյանքում ատում էր քեզ։ Ես չեմ շտապում։ Գնամ։ Ես քեզ չեմ կարողանում տեսնել ու չեմ կարողանում լսեմ։ Իմ ճանաչած սոսը մեռած է, ես հիմա չգիտեմ։